Ազգային ժողովի նախկին падգամավոր, կրթության և գիտության նախկին նախարար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից և նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել գույքեր և շուրջ 400 միլիոն դրամ գումար։ Աշոտյանի գույքերի ուսումնասիրությունը դատախազությունը սկսել էր դեռ 2023 թվականից։ Ուսումնասիրություն սկսելուց հետո իրավասու մարմինը հարցումներ է իրականացրել տարբեր պետական մարմինների և ստացել է համապատասխան տվյալներ։ Հարցում իրականացվել են կադաստրի կոմիտեի, ներքին գործերի նախարարությունը, պետական եկամտների կոմիտեին եւ այլ պետական մարմինների։ Այնուհետև 26 թվականի ապրիլի 27-ին ստացվել է դատանի որոշմամբ Արմեն Աշոտյանի եւ վերջինս փոխկապակցված անձանց օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները։ Դատախազությունը Աշոտյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույքերի գնման իրավունք։ Դրանք կառուցման ընթացքում գտնվող գույքեր են, որոնցից մեկը Կենտրոն համայնքում է, երկուսը Ավանում, թաունհաուսները ի սկզբանե գնվել են, փոխանակվել են ավելի շուտ 3 թաունհաուսներ են եղել, որոնցից մեկը օտարվել է եւ օտարման արժեքը ներառված է հայցը պահանջում եւ ես նշեցի դրամական արժեքի մասով, մյուս երկուսը առկա գույքեր են դիտարկվել։ Դատախազությունը հայցադիմումով ներկայացրել է նաև դրամական պահանջ։ Պահանջում է շուրջ 46 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտների միջոցների մնացորդ եւ շուրջ 338 միլիոն դրամ որպես չնույնականացվող գումար, այսինքն որը ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնարին նույնականացնել։ 2026 թվականի հուլիսի 31-ին հակակոռուպցիոն դատարանն է ներկայացվել Արմեն Աշոտյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հապետյան, լուրեր։